Մոտ մեկ ամիս առաջ տեղի ունեցավ Գյումրու քաղաքապետի ձերբակալությունը։ Ինձ համար շատ հետաքրքիր էր այդ միջադեպը, որովհետև ինչ էր տեղի ունեցել Գյումրու քաղաքապետի ձերբակալության հիմքերը։ Առաջին թույլտվություն Գյումրիում կառուցել են շուկա, հասարակական շինություն։ Եվ ըստ մամուլի հրապարակած քննչական կոմիտեի խոսքով տեղեկատվության եմ հայտնում էլի, օրինականացնելու համար, այսինքն կներեք, ու այդ շինությունը, որը կառուցվել է, ենթակայա քանդման ենթակա շինությունը փորձել են օրինականացնել, չի ստացվի եւ այլ այդ դեպքի ձայնագրությունների հիման վրա ձերբակալել են։ Այսինքն տվյալ գործի պարագայում կար ըստ հրապարակած տեղեկության կաշառք ստանալու գործառույթ, սենց։ Իսկ տվյալ դեպքում նույն բանն է Տիգրան Ավինյանի կողմից նույն համայնքապետա, քաղաքապետա, այսինքն բերեք տարբերություն չդնենք, տարբերություն նրանում է մեկը ընդդիմադիրը, մեկը ԿՊ-ի սրտի քաղաքապետն է, նույն շինությունը քանդման ենթակա շինությունը, որը ստե է քանդման ենթակա Բաղյանին է, չի քանդում, ժողովուրդ ջան, չի քանդում։ Իր հայտարարություններով քանդման ենթակա է ու փաստաթղթով քանդման, այսինքն ոնց է լինում ուրիշ դեպքերում Հյուսիսային պողոտայի շինությունները, Սարյան փողոցի շինությունները քանդում են, բայց տվյալ դեպքում չեն քանդում։ Ու տվյալ դեպքում, ժողովուրդ ջան, այդ գյուղամթերքի շուկան կառուցվել է կեսից շատ հողատարածքը համայնքային հողատարածքի վրա։ Այդ հողատարածքը գտնվում է 6-րդ գոտում Երևանի քաղաքապետարանի աճուրդների ցանկում, կարող են ցանկացած քաղաքացի հենց հիմա մտնեն, իմ խոսքերը ստուգեն։ 6-րդ գոտում աճուրդային մեկնարկային գինը 1 քառակուսի հողատարածքի արժի 350,000 դրամ։ Ես առնվազն 500 քառակուսի եմ հաշվում, էլ ավել չեմ ասում, որ աճուրդի ընթացքում կավելանա եւ այլն եւ այլն։ Այսինքն դրեք հաշվեք, տեսեք ինչքան գումարների մասին է խոսքը գնում։ Շին թույլտվություն չեն անել, նախագծման թույլտվություն չեն արել ու այդ ամենը շուկայի կառուցման աշխատանքները իրականացվել է նոր վարչական շրջանի թաղապետարանի գրեթե դիմացը Գայի պողոտայի մոտ, այսինքն անհնար է, որ այդ ամեն ինչը թաղապետարանը, Երևանի քաղաքապետարանը տեղեկացված չլինի, որ առանց շինթույլտվություն շինարարություն են իրականացնում։ Սկսվել է, այո, սկսվել է։ Կարծիքով ի՞նչն է պատճառը, որ չեն քանդում։ Ի՞նչն է, ով է կանգնած դրա հետևում։ Ես հրապարակային այդ ամեն ինչի հետևում կանգնած է Տիգրան Ավինյանը, այդ ամեն ինչն հենց հովանավորում է Տիգրան Ավինյանը։ Հակառակը, ես ասեմ, հակառակը Տիգրան Ավինյանը այդ խոսքերը հերքելու համար, ապացուցելու համար շատ պարզ տարբերակ կա։ Քանդման ենթակա շինությունը, որը գտնվում է Բաղյան 2 դրոպինգ հասցեում, թող գնան քանդեն, քանդման որոշում տան, գնան քանդեն։ Ես գրություն եմ ուղարկել Երևանի քաղաքապետարան, որ իր հայտարարությունները, պաշտոնական գրությունները հղում կատարելով հարց եմ ուղղել։ Խի քանդման որոշում չեք թողարկում։ Կարեք ասեք, ինչ եմ պատասխանել։ Չէ, դուք ասեք։ Չեմ պատասխանել դիմումից։